Սիրիայում ավելի քան 1000 մարդու կյանք խլած քառօրյա ջարդերից հետո էլ համացանցում սարսափելի տեսանյութեր են հայտնվում։ Լաթաքիայի շրջանի Ջաբլե քաղաքում տեղացիները պատմում են, իսկական դժոխքի են վերածվել իշխանության ռազմական գործողությունները Ասադին հավատարիմ ուժերի դեմ։ Խաղաղ բնակիչների սպանդից հետո մարդիկ դեռ ուշքի չեն գալիս։ Մենք շատ ծանր օրեր անցկացրինք, վերջին մի քանի օրերն ամենածանրն էին 2011 թվականի հեղափոխությունից հետո։ Ջաբլեն ամբողջությամբ շրջափակվել է, հիվանդանոցներն ապամոնտաժվել են, վնասվածքներ ստացած բազմաթիվ մարդիկ մնացել են առանց օգնության։ Ով ինչպես կարողացել է փրկվել է, պատմում է արաբերենի ուսուցիչը։ Մարդիկ իրար օգնելով դաշտային հիվանդանոց են բացել, առաջին օգնություն ցույց տվել վիրավորներին։ Մարդիկ դուրս եկան իրար օգնելու, դեղագործները բացեցին իրենց դեղատները, դաշտային հիվանդանոցի վերածվեց Աբու Բաքր մզկիթը, որտեղ օգնում էին վիրավորներին։ Սիրիայում բռնություններին անհապաղ վերջ տալու կոչ է հնչել Մոսկվայից։ Կրեմլի խոսնակը կարծում է, ՄԱԿ-ը պետք է քննի խաղաղ բնակիչներին բռնության ենթարկելու դեպքերը։ Աշխարհի շատ երկրներ և միջազգային կազմակերպություններ մտահոգված են այս խնդրով, նաև ՄԱԿ-ը։ Կարծում ենք, որ այս հարցը պետք է հրատապ քննարկվի և որ ամենակարևորն է բռնության այդ դրսևորումները հնարավորինս շուտ ավարտվեն։ Սիրիայում արյունալի իրադարձությունների պատճառով հարյուրավոր մարդիկ ապաստան են գտել Լաթաքիայում, ռուսական Հմեյնիմ ավիաբազայում։ Զարուհի Սահակյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։